Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 3-ի համար։ Օրը 5-շաբթի է, աշխատանքային օր է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Եվ կնայենք խոյերին։ Կարող եք նայել կանխատեսումը եւ արևային, եւ լուսնային, եւ ասցենդենտի նշանով, այդպես ավելի ճիշտ է։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 3-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ոմանք նվեր կարող են ստանալ, ոմանց մոտ կարող է նվերը նա լինի, որ ձեր հարազատ մարդիկ գան, տեսնեք իրենց, դա կարող է լինել նաև նվերի տեսքով այդպես անակնկալ։ Նաև հանդիպում շփում ձեզ համար շատ հարազատ մարդկանց հետ, ձեր սիրելի մարդկանց հետ եւ կարող եք նաև իրենց տեսնելուց արտասվել, հուզվել, որ վաղուց չեք տեսել։ Ոմանք այստեղ կարող է սիրո խոստովանություն լսեն կամ դուք անեք, հուզվեք անելուց կամ հուզվեք, երբ որ ձեզ սիրո խոստովանություն անեն։ Կարող եք սիրահարվել եւ դա է նաեւ այդ հուզմունքի պատճառը, այդ էմոցիաներ են ավելի շատ։ Եվ հեռախոսազանգ կունենաք կամ դուք կզանգարեք կամ ձեզ կարող են զանգահարել, նաեւ գումար կծախսեք կամ գումարի մասին կարող եք խոսել, կարող եք նաեւ վիճել գումարի մասին ինչ որ մեկի հետ։ Ոմանք տուն կմաքրեն այդ օրը, ոմանք նաև կարող են վիճել։ Եվ երեկոյան արդեն ինչ որ հարցի շուրջ կարող եք տատանվել, ինչ որ հարց ծանր ու թեթև անել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 3-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև կարող եք գնալ բժշկի կամ ոչ նման բժշկական կենտրոն, կարող եք այնտեղից նաև նամակ ստանալ, փաստաթուղթ ստանալ, ոմանք ուղղակի ինչ-որ մի տեղից փաստաթուղթ կարող են ստանալ, նամակագրական կապի մեջ լինեք ինչ-որ մարդկանց հետ, հյուր կարող եք գնալ կամ տատանվում եք հյուր ընդունեք թե ոչ կամ գնաք թե ոչ կամ ինչ հյուրասիրել հյուրին, նաև ինչ-որ գործեր կարող են մնալ, կարող գնալ նաև ձեր ձեռքից այդ գործերը չհասցնեք անել, դե համար գնա ձեր ձեռքից, որտեղ կարող ժամանակ չունեք դրան անդրադառնալու։ Եվ իհարկե ժամադրություն, ոմանց մոտ սիրային ժամադրություն է, ոմանց մոտ ուղղակի ձեր սիրելիներին կարող է հանդիպեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 3-ին։ Հարգելի եկորյակներ, ոչ է նորություն այդ օրը կարող եք լսել, տան հետ կապված ոչ է իրադարձություններ ունեք կամ առիթ է կամ ինչ-որ տան հետ է կապված ինչ-որ բաներ պետք է անեք կամ վերանորոգում եք սկսում, տեղափոխվում եք եւ այլն։ Ոչ է տհաճ պահեր կան օրվա ընթացքում, նաև ոմանք կարող են ժամադրվել իրենց սիրելիի հետ, ոմանք նաև պայմանավորվել իրենց հարազատների հետ։ Երջանիկ կլինեք, այդ հանդիպումը կարող ձեզ երջանկացնել կամ օրվա ընթացքում ինչ-որ մի բան։ Որոշ հարցեր կմնան, չեք լուծում այդ օրը, չեք կարող հասցնել լուծել, կամ գումար եք ծախսելու, կամ գումարի հետ կապված ինչ-որ մեկի հետ կարող եք խոսել, կամ այստեղ գումարը տան հետ է կապված, կամ տան իրեր եք կարող գնում, եւ այլն, նման ինչ-որ բաներ։ Բայց ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս այդ օրը։ Կարող է որ գործերը չեք հասցնում անեք։ Կարող է դա է։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 3-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում, ինչ-որ մի բան ձեր օգտին կավարտվի, այնպես ինչպես որ դուք եք ուզում։ Նաև ընկերոջը կարող հանդիպել, հուզվել, նաև արտասվել, վաղուց չեք տեսել իրեն։ Նորություն կլսեք, գործնական հանդիպում կունենաք, գործնական շփում ինչ-որ մարդկանց հետ կամ ինչ-որ մարդու հետ։ Նաև նվեր կամ դուք կստանաք կամ դուք կտակ կարող այստեղ քաղցրավենիք է, եթե գնում եք գործնական խոսակցության։ Նաև ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան եւ հանկարծակի լուր այդ օրը կարող եք լսել, ոչ թե տհաճ պահեր կան թեթև եւ բժիշկ կամ գնալու եք բժշկի մոտ կամ հիվանդանոց կամ ուղղակի ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծներին։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 3-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մարդու հետ, նաև օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչ կանեք, ինչպես կանեք, նաև երջանիկ եք լինելու, հրավեր կունեք, ոչ առիթի կարող այդ առիթի ժամանակ եք երջանիկ, ուրախ եք, շատ կարևոր առիթ է ձեզ համար, կամ դուք եք կազմակերպում, այդ երջանիկ եք, երջանկությունից ինչ-որ մի առիթ եք կազմակերպում, կամ տանը, այդպես տան անդամներով։ Եվ հանկարծակի լուր կարող եք լսել, օրվա ընթացքում կարող եք պարկել հանգստանալու կամ հանկարծակի լուր կարող եք լսել այդ ինչ-որ մեկի մասին, որ պարկած է։ Եվ որից իրադարձություններ կան, որոնք յուրաքանչյուր ամիս կատարվում է ձեզ հետ, այդ ամիս եւս կկատարվին, նաև վերջին մեկ ամսվա իրադարձությունը ավարտվում է։ Եվ գումար կարող եք ծախսել կամ գումարի մասին խոսել ինչ-որ մեկի հետ, եթե գումար պետք է ծախսեք, ապա ոնց որ օրը ձեր ձեռքում է, ձեզանից է կախված, թե դուք ինչքան գումար կծախսեք, կպահեք, թե մինչև վերջ կդատարկեք դրամապանակը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 3-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կլինեն, որոնք որից հետո կարող է դա ձեզ երջանկացնի։ Կարող է այստեղ հղիություն է, ծննդաբերություն է կամ ձեր երեխաների մոտ ոչ մի բան է, ինչ-որ մի բան է ստացվում, ինչ-որ մի բան է լավ ստացվում, ինչ-որ մի բան է լավ անում, ավարտում, քննությունները եւ այլն, լիքը բաներ կան, որոնք որ կարող են ձեզ երջանկացնել, ինչ որ կատարվում է ձեր երեխաների հետ։ Նաեւ նորություն այդ օրը կլսեք, ինչ որ հարցերի շուրջ կարող եք տատանվել։ Նաև հաղթանակ կասուրց կգաք որևիցե հարցում, հանդիպում, շփում ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, եւ ոմանք կարող են գնալ ժամադրության եւ այդ ժամադրությունից հետո կարող են բամբասանքներ սկսվել, ինչ որ մարդիկ կարող են տեսնել եւ սկսել բամբասել, կամ ինչ որ մարդկանց հետ եք պայմանավորված, որ այդ օրը կարող եք հանդիպել, ձեզ հարազատ մարդիկ են, բայց ինչ որ բամբասանքներ են անում, նստում են եւ ինչ որ մեկից են բամբասում ձեր շրջապատում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 3-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նաև կարող է դուք եք ինչ-որ մեկին զանգարում։ Ինչ-որ բան է ձեզ ցավ տալիս այդ օրը ցավեցնում է։ Եվ տատանվում եք, պարկեք հանգստանալ թե ոչ, կամ նաև ինտիմ հարաբերությունները սա ունենալ թե ոչ, կամ արժեր ունենալ թե ոչ, այն ինչ-որ մի բան է, որ ձեզ կտանջի կամ հիվանդի հետ կապված, ով կարող է պարկած է ինչ-որ մեկը գնաք թե թողնեք կամ ում կանչեք, որ գա կողքը եւ այլն, նման ոչ մի բան է։ Եվ ոմանք ժամադրություն ունեն սիրային, ոմանք է նաեւ պայմանավորվածություն իրեն սիրելի մարդկանց հետ, հարազատ մարդկանց հետ։ Դե կարող պայմանավորվում եք, որ կան օրինակ նայեն այդ մարդուն եւ դուք տանից դուրս գաք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 3-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը կարող եք նվեր ստանալ առավոտյան շատ շուտ, ինչ որ նվերը ձեռքին, ինչ որ մարդիկ են գալիս ձեզ քնից արթնացնում, կամ հակառակը շուտ եք արթնանում, որ գնաք նվեր ընտրեք, որովհետև այդքան ժամանակ չունեք, պետք է տարբեր տեղեր ման գաք եւ այլն։ Նաեւ դա ինչ որ մի բան ամենայն դեպս որ ձեզ կամ ինչ որ ձեզ կարտնացնի։ Նաեւ այստեղ հեռախոսազանգ կամ դուք կզանգարեք կամ ձեզ կարող են զանգահարել։ Նաեւ եռանկյուն հարաբերություններ, թաքուն սիրային հարաբերություններ, որոնք կարող եք հանդիպել, ինչ որ մի բան է ձեզ ցավացնում, այստեղ չգիտեմ, ինչ որ մի բան կարող է ձեզ ցավ տալ, նաեւ ոմանք ժամադրություն ունեն սիրային, բնականաբար արդեն երևում է, նաեւ պայմանավորվածություն ձեր սիրելի մարդկանց հետ, կամ ինչ որ բան եք կազմակերպում, օրինակ այնտեղ առավոտյան արթնանում եք նվերի համար, ինչ որ թաքուն բաներ եք կազմակերպում։ Նաեւ այստեղ կարող եք հանդիպել ձեզ համար շատ հավատարիմ մտերիմ անձնավորության հետ, նաեւ ձեր երեխաները կամ ինչ որ մեկի երեխաները կարող են համագործակցել ձեզ հետ, որպեսզի կազմակերպեք այդ թաքուն ինչ որ բաները։ Նաեւ սա կարող է լինել ձեր մտերիմ հարազատ մարդու հետ կապված երեխաների հետ կապված գաղտնիք, կարող է իր ինքնը հղի կամ գնում եք իր առիթին, որտեղ որ իմանալու եք երեխայի սեռը, ինչ որ մի բան է, որ գաղտնիք է բացահայտվելու այդ օրը, եւ ինչ որ մի բան է, որը կապված է երեխաների եւ որևիցե հավատարմության հետ, կարող է ինչ որ դուք ձեր թոռները, կարող է ինչ որ բան եք կազմակերպում ձեր երեխայի համար այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 3-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը կամ գումարի մասին եք ինչ-որ մեկի հետ խոսելու կամ գումար եք ծախսելու։ Ինչ-որ հարցեր կլուծակ, որոշ հարցեր կորոշվեն, կավարտվեն, հանդիպում ձեր ընկերոջ հետ, շփում, ընկերոջ կամ ընկերուհու հետ։ Նաև աշխատանք, կարող է ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք կարող ձեր ընկերն է օգնում, որպեսզի ընդունվեք իրենց մոտ, նաև կարող եք հանդիպել պետական աշխատողի, խոսել իր հետ, նաև սա օրենքի ներկայացուցիչներ են, որոնց հետ որ կարող եք հանդիպել այդ օրը։ Օրինակ պետավտոտեսուչ եւ այլն, դրա համար եթե մեքենա եք վարում, հանգիստ վարեք։ Հարցազրույց կարող եք գնալ կամ ձեր մենեջերի հետ խոսել, ձեր ավակ ինչ-որ մեկի հետ, որ ձեզանից մի փոքր ավելի բարձր է աշխատում, իր հետ կարող եք խոսել, քննարկել ինչ-որ մի բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։
Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 3-ին։ Հարգելի այջեղջյուրներ, այդ օրը նորություն կարող եք լսել, նաև գումար կարող եք ծախսել թաքուն գործողությունների վրա, նաև թաքուն սիրային հարաբերությունների, նաև եռանկյուն հարաբերությունների հետ կապված ինչ-որ գումար կարող եք ծախսել։ Եվ ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ է, ոմանց համար էլ դա կարող եք կամ շուտ պարկել քնելու, կամ ավելի ուշ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 3-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ժամը ձեզ համար կարևոր է եւ հույսով եք, որ այդ ժամին կհասցնեք, հույսով եք, որ այս ժամվա ընթացքում կհասցնեք, ինչ որ մի բան է, որ ձեզ հույս է տալիս։ Նաեւ հույսով եք, որ կգան այդ ժամին։ Երեխաների հետ կապված ոչ թե իրադարձություններ ունեք, որոնք որ նաեւ կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, նաեւ դա կարող է լինել առիթ։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի բավականին շատ, նաև հանկարծակի լուր կարող եք լսել և հետևեք ձեր առողջությանը, անպայման կամ կարող եք գնալ նման կենտրոն, ոչ է բժշկական կենտրոն կամ ոչ է կոսմետոլոգի մոտ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։
Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 3-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը կարող եք հանդիպել ձեր ընկերոջը կամ ընկերուհուն եւ ձեզ շատ սիրված կարող եք զգալ։ Հնարավոր է նաեւ ձեր ընկերը կամ ընկերուհին ձեզ սիրո խոստովանություն են անում, որ մտածում եք ընկեր է, բայց չէ, սիրահարվել է ձեզ։ Նաեւ ճանապարհ կարող եք գնալ, կարող է ընկերոջ հետ եք ճանապարհ գնում եւ դրա համար ուրախ եք, իրար հետ այդպես ուրախ գնում եք ինչ-որտեղ։ Նաև ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ։ Ոչ հարցեր այդ օրը կլուծեք, կանեք, կավարտեք։ Ոմանք կարող են վիճել ինչ-որ մարդկանց հետ, ոմանք նաև կարող են տուն մաքրել։ Այդ օրը նաև գաղտնիք կարող է բացահայտվել եւ նվեր կամ դուք եք գնում, այդտեղ սուտ է բացահայտվում նայեք։ Դրա համար եք երևի վիճում։ Նաև նվեր կարող է դուք գնեք կամ դուք ստանաք նվեր։ Այդ օրը նվեր տակ ինչ-որ մեկին։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։